Այսօրվա մեր հյուրերն առանձնահատուկ են, մենք հյուրընկալել ենք Արցախի Այաներ համույթի ներկայացուցիչներին Տիկին Սիրուն Բաղդասարյանին եւ Աննա Այվազյանին, բարով եք եկել, շնորհակալ եմ, որ ձեր ներկայությամբ պատվել եք եւ կպատմեք ձեր գործունեության մասին։ Պատմեք համույթի ստեղծման գաղափարի մասին, երբ ստեղծվեց եւ ինչ խնդիր էիք լուծում այն ժամանակ, երբ որ հղացաք այդ գաղափարը։ Վաղուց տարիներ առաջ Ստեփանակերտում կազմակերպեցինք տատիկներ մրցույթը եւ այդ մրցույթի ժամանակ հանձնաժողովի ժյուրիի անդամներս մտածեցինք, ասացինք ինչ լավ կլիներ եթե ունենայինք մշտական համույթ տատիկների, քանի որ Արցախը ունի Արցախապահպանման բարբարապահպանման խնդիր, հետևաբար այս համույթը մեծ աշխատանք կաներ այդ ուղղությամբ։ Դա տարիներ առաջ էր, հետո 17 թվականին վերջապես որոշեցինք, մշակույթի նախարարության հետ պայմանավորվեցինք, ազգային ժողովրդավարական կուսակցություն կար ԱԺԿ-ի, նրա հետ պայմանավորվեցինք եւ հավաքվեցինք, ստեղծեցինք համույթը, որի նպատակը Արցախի բնահյուսությունը, Արցախի ծեսերը, ավանդությունները, տարբեր խաղիկները, ասացվածքները, առածները, օրհնանքները պահպանելը եւ ժողովրդին մատուցելներ։ Եվ փոխանցելը։ Իհարկե։ Ասացեք, խնդրեմ, անունի մասով, ինչ է նշանակում Այա, հնարավոր է, որ մեր ունկնդիրները չգիտեն, եւ ընդհանրապես ուր են պապիկները, ինչու այս համույթը հենց կանանցով է ստեղծված, կանանցից է բաղկացած։ Ասեմ, Արցախի Այան ունի հատուկ նշանակություն։ Այան մեծ տատն է, Գերդաստանի մեծ տատն է, ոչ թե ընտանիքի։ Որովհետև առաջներում մարդիկ ապրել են գերդաստաններով միասին։ Ապաները գնացել են դրսում հանդում աշխատելու, Այան ղեկավարել է այդ ամբողջ Գերդաստանի կենցաղը, համերաշխությունը, խաղաղությունը եւ բոլոր հարցերը։ Դրա համար Այայի կշիռը մի քիչ կարծես թե ավելի մեծ է եղել։ Նա ապայի խորհրդատուն է եղել, բայց ընտանիքի հարցերում ապան չի խառնվել։ Թողել է ամբողջ Այայի իշխանությանը։ Այաները ընդհանրապես եղել են իմաստուն։ Նրանց խորհուրդները մինչև հիմա թևավոր խոսքերով Արցախի բանահյուսական գրքերի մեջ գրառվում են, օգտագործվում են մեր արցախյան հարսանիքներում ժամանակակից մենք ունենք Այայի կերպար, որը նույնպես մեր համույթի մեջ է, անդամ է, եւ նա հանդես է գալիս միշտ Այայի դերով, նորապսակներին օրհնելով, երգելով, նրանց երջանկություն մաղթելով։ Այնպես որ Այան Արցախի սրբությունն է, ապան Արցախի պահպանողն է։ Հրաշալի է։ Տիկին Սիրուն, պատմեք ձեր անցած ուղու մասին, երբ եւ ինչու միացաք համույթին եւ ինչ է տալիս ձեզ մասնակցությունը եւ այս ամբողջ տարիների ընթացքում, ինչ եք դուք տալիս համույթին եւ ինչ եք վերցնում, ինչ եք փոխանցում։ Նախ ես կցանկանայի երկու բառ ասել մեր բարբարի մասին։ Համեցեք։ Արցախի բարբարի արմատը ծագումնաբանորեն կապված է իր մայր ծնողի խորախորուրդ եւ հարուստ հայերենի հետ, որն ակունքվում է հնդեվորոպական գանձարանից։ Ղարաբաղյան բարբարը տահայոց լեզվի ժողովրդական մի տարբերակ է իր հարուստ բառապաշարով, շարահյուսական եւ քերականական համակարգերով։ Մեր ժողովուրդը հատուկ ակնածանք ունի մեր բարբարի հանդեպ,
այն համարում է աշխարհի ամենագեղեցիկ լեզուն, աստվածային լեզուն։ Դրա համար այսպիսի մի ասույթ ունի. մեր լույսուն, մեր բառերը երկինք են ընկաթալ։ Այսպիսի մեծ գնահատական։ Տիկին Ինչ վերաբերում է կներեք ընդհատեմ, ինչով է Արցախի բարբառն առանձնանում մյուս բարբառներից, եթե կարելի է, եթե այդպիսի առանձնահատկություն գիտեք։ Մեր բարբառը առանձնանում է նրանով, որ դա հատուկ մեր տարածքի խոսվածքն է, որը նորից եմ կրկնում ամուր թելերով կապված է հին հայերենի եւ հայոց լեզվի հետ։ Եթե կարելի է լրացնեմ մի երկու բառը։ Գիտեք ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև որոշ չափով մյուս բարբառները երբեմն հասկանալի են նույն մայրաքաղաքում ապրողին կամ արտաշատինը թեկուզ տավուշինը մի փոքր հասկանալի են։ Արցախի բարբառի դեպքում հատկապես եթե ոգևորված կամ արագ խոսեն, դժվար է ընդհանուր միտք ըմբռնելը։ Չէ, համշենահայ հատվածի բարբառը ավելի բարդ է, բայց Արցախի բարբառի մասին ամենագեղեցիկ ձևով բնութագրել է մեր հայոց մեծ բանաստեղծուհին Սիլվա Կապուտիկյանը։ Ժայռի նման է այսին բարբառը, ժայռի նման կոշտ է ու կոպիտ, ու ժայռի նման կարծր է ու համառ է, չի պոկի նրան ոչ մի հարված, շուրթերի վրա այնպես է բառը, ինչպես որ ժայռն է, հողում խրված։ Այսպիսի մեծ բարձր գնահատական է տվել Սիլվա Կապուտիկյանը մեր բարբառին։ Տիկին Սերուն, դուք երբ միացաք եւ ի՞նչն է ձեր շարժիչ ուժը։ Հենց առաջին օրից Տիկին Այվազյանի կոչին արձագանքեցի, որովհետև սա շնորհակալ երախտապարտ գործ է։ Մեր բարբառը պահել, պահպանել եւ տանել, ավանդել սերունդներին։ Ինչու՞ չէ նաեւ մեր սիրելի ունկնդիրներին, որոնք սրտատրոփ սպասում էին եւ սպասում են մեր ելույթներին։ Տիկին Այվազյան, ասացեք, խնդրեմ, թե քանի հոգուց է բաղկացած համույթը, տարիքային ինչ սեգմենտում են եւ ինչ կենսագրություն ունեցող, ինչ ուղղվածություն ունեն մասնագիտական, թե դա նշանակություն չունի, երբ որ արդեն այ են, արդեն ձեր համույթի եւ արդյոք բաց եք։ Իհարկե։ Սկզբում 11 հոգի էինք համույթը, տարհանումից հետո ցավոք սրտի 3-ը գնացին, մնացինք 8 անդամ ենք, իմիջայլոց եզակի 1 ապա ունենք տղամարդ, որը շատ անհրաժեշտ է լինում ելույթների ժամանակ։ Ինչ վերաբերվում է տարիքին, ուրեմն այն ժամանակ, երբ 11 հոգի էինք, նրանցից մեկը 83 տարեկան էր։ Եկանք գնաց Ռուսաստան տղայի մոտ, 60-ից ջահել համարյա չունենք, չէ՞։ 60-ից բարձր 70-70 անց։ Ինչ վերաբերվում է մասնագիտություններին, սա մասնագիտություն չի։ Համույթում ասմունքելը, երգելը, պարելը հաճախ հոգուց է բխում։ Բայց մեր անդամները, օրինակ Սիրուն Բաղդասարյանը բանասիրական գիտությունների թեկնածու է։ Պետական համալսարանի դասախոս է եղել, հիմա թոշակառու է։ Մնացածները նույնպես ունեն նման աստիճաններ, նման մասնագիտություններ։ Ես բանակի սպա եմ եղել, պահեստազորի սպա եմ, երկար տարիներ նախարարությունում բաժնի վարիչ եմ եղել, թոշակառու եմ հիմա։ Գեղարվեստական ղեկավարն եմ համույթի։ Դերասանուհի ունենք, պրոֆեսիոնալ դերասանուհի, մեր ապան նույնպես դերասան է, պրոֆեսիոնալ։ Այսպես հավաքվել ենք մի փունջ մշակույթի եւ բանահյուսության ջատագովների, մշակների մի խումբ։
որ նպատակ ունի, որ միավորում է նույն նպատակը պահպանել եւ փոխանցել։ Հիմա առավել եւս անհրաժեշտ է դարձել այս համույթի գործունեությունը եւ ելույթները, որովհետեւ այն որ մեծահասակները խոսում են բարբառով դա պահելու են, այն որ միջին տարիքի մարդիկ եկածների մասին է խոսքը ստարհանվածների խոսում են բարբառով դա մնալու է, բայց եկող սերունդը այստեղ կարող է մոռանալ, եթե մեր վերադարձը ուշանա։ Համույթի նպատակը դա պետք է լինի։